Նիկոլ Փաշինյան, նոր առավոտը հելել եմ ստատուսներդ եմ կարդում։ Ուրեմն լեզուն ես աշխարհը չունի, բայց խոսացածիդ իմաստը որ նայում ես լրիվ հիմարությունը։ Հա, կարող է քո նման հիմարներին համոզես, որ դու ճիշտ ես, բայց պատմությունը կեղծել, պատմությունը փոխել դու չես կարա։ Էսի 5-րդ դարը չի, որ ասենք Մովսես Խորենացուն, Եղիշեին, Կորունի, Ղազար Փարբեցուն մի քանի հոգու հանձնարարես քո ուզած պատմությունը կրեն։ Այսօր պատմությունը կեղծել անհնար է։ Իսկ այսօրվա պատմության մեջ քեզ շատ լավ բնորոշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դու քո այն ուրույն տեղը ապացուցել ես հայոց պատմության այն մեծամեծ դավաճանների կողքին։ Հիմա որ ասում ես եկեք տանեմ ցույց տամ հասարակ մարդկանց էլ տանեմ ցույց տամ թե ինչ զինատեսակներ ունենք, ինչ աշխատանքներ են կատարել, ոնց են հզորացրել մեր բանակը։ Ես հասարակ մարդ եմ, դու ինձ այդ մի ցույց տու։ Ես զենքերից չեմ հասկանում։ Դու մեզ ցույց տու քո բանակի ռեզուլտատը ցույց տու։ Հիմա որ Ալիևն դից ասում եմ Զանգեզուրի միջանցքը ուժով բացելու եմ։ Հիմա որ փորձի ուժով բացի, բանակը քանի ժամա դիմադրելու։ Կարալու է պահի Զանգեզուրը չտա։ 20 թվականի պատերազմից հետո քանի անգամ Ադրբեջանը հարձակվել է այդ քո ասած Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքի վրա։ Կարացել ես մի բան պահես, քանի ժամ ես դիմադրի, բանակը քանի ժամա դիմադրի։ Այսինքն եղել է մի հատ բան, որ Ադրբեջանը ուզի վերցնի Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքից։ Ու քո բանակը կանա պահի։ Չի կարացի։ Իսկ Սերժ Սարգսյանի բանակը, որ ասես բակից բենզին էին քաշում քո բանակում։ Այդ բակից բենզին քաշող բանակը ոչ թե մենակ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության, այլև Չնամու 7 շրջանն է պահում 20 տարուց ավել։ Հասկացար, այսինքն դու ինձ ռեզուլտատը ցույց տու։ Ասում ես, բա որ բանակի վիճակը տենց լավ էր, yəni մենք ենք եկեք հանդեպ բանակը, բա որ տենց էր Սերժ Սարգսյանը 18 թվականի ապրիլի 17-ին, խեր ասում, բանակում պետքա բարեփոխումներ կատարենք, նոր սպառազինություններ պետք անենք, բայց թե լավ էր խեր բարեփոխում կատարում։ Ուրեմն լսի, աշխարհի ամենահզոր բանակներն էլ Ամերիկան, Ռուսաստան, Իսրայելը, Թուրքիան քո շատ սիրած, անընդհատ բարեփոխվում են, անընդհատ նոր սպառազինություններ ստեղծում։ Այդ ինչ նշանակում է, որ իրաց բանակը թույլ է։ Այսինքն ժամանակը չի կանգնում, ժամանակը գնում է առաջ ու բանակներն էլ այդ հզոր նույնիսկ հզոր բանակներն եղող պետությունները իրաց բանակը անընդհատ նորացնում են, անընդհատ թարմացնում են, անընդհատ նոր սպառազինություններ են ստեղծում, անընդհատ բարեփոխումներ են անում։ Այդ դու եկար ու բարեփոխում չարեցիր, կանգնեցիր տեղումդ, Ադրբեջանն էլ նոր սպառազինություններ ձեռք բերեց, դու հակակշիռը ձեռք չբերեցիր, թե համար բալանսը փոխվեց, դե համար կարացավ հարձակվի մեր վրա ու զենքի ուժով լուծի իր հարցերը։ Թեպետ դիվանագիտության ոլորտում էլ էի, դու պրավալ տվել ամեն ինչ, տվես սաղ պատին։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ադրբեջանը ինչ զենք առնում է, դրա հակակշիռ զենքը մենք բերում էինք։ Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ մեր բանակը կարող է պաշտպանել մեր սահմանները, որ Ադրբեջանը ինչքան էլ հզոր զինատեսակներ ունի, չի կարող, որովհետև այդ դրա հակակշռող զինատեսակները մենք ունեինք։ Հասկացա՞ր, որ ասես հոպտ մետալալում էր։ Բա որ մետալալում էր փոխեր, խի չէր փոխում։ 2 տարի ժամանակ կար։ Այդ քո ասած մետալալումը քարորիա պատերազմի ժամանակ փայլուն իր գործը կատարել է։ Հասկացա՞ր։ Դու եկան ասում ես մեր բաները 3 մատի կոմբինացիա են տալի, մեր դաշնակից պետությունները, որ ուզում են լավ զենք բերենք, 3 մատի կոմբինացիա են ցույց տալիս։ Այսինքն դու եկան ապի կարես եղել զենք էլ չես կարացել բերես։ Իսկ Սերժ Սարգսյանը 88 թվականից սկսած մեր կամավորական ջոկատներից հետո նաև Հայաստանի ու Արցախի բանակին անընդհատ ապահովել է անհրաժեշտ սպառազինությամբ ու անհրաժեշտ զինվորական պարագաներով, անընդհատ։ Կամ որ ասես հոպը մետալալում էր, մեզ էլ զենք չէին տալիս։ Բա որ զենք չէին տալիս, այդ սամալյոտները ոնց բերեցին առանց պատվյոնի։ Այսինքն զենք տալիս էին, դու էիր էտում էշեշ, հիմար անպետքական բաներ բերում։ Եթե դու Սերժ Սարգսյանի ծրագրով զինատեսակները բերեիր, մենք շատ լավ էլ բալանսը կպահպանվեր։ Բայց դու գնացիր սամալյոտներ բերեցիր առանց պատվյոնի, շոուի համար։ Բա որ չէին տալիս, այդ սամալյոտները ոնց տվեցին, չէ՞։ Կամ որ ասում ես մի արթնացեք Սերժ Սարգսյանը թող հանգիստ քնի։ Հանգիստ դու ես քնում։ Սերժ Սարգսյանը հանգիստ ոնց կքնի, երբ որ իր անգերները Բաքվի բանտում են։ Երբ որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարը տեսօր Բաքվի բանտում է, ոնց կարող է պատահի Սերժ Սարգսյանը հանգիստ քնի։ Ոնց կարող է պատահի Սերժ Սարգսյանը հանգիստ քնի, երբ որ Արցախը գերեվարված է։ Ոնց կարող է Սերժ Սարգսյանը հանգիստ քնի, երբ որ մեր գերեզմանները ամեն օր պղծում են թուրքեր։